շատ ուրախալի է ինձ համար, քանի որ երկար տարիներ ես ապրում եմ արտերկրում, դասավանդում եմ այնտեղ, հիմա հայրենիքում եմ, որտեղ միասին մենք կարող ենք եւ ուրեմն ուրախալի է ինձ համար, որ կրթությունը լինելու է անվճար, բայց որպես մանկավարժ կրթագետ կցանկանա իմանալ կրթական բովանդակության հետ կապված կոնկրետ ինչ հստակ փոփոխություններ են լինելու, որովհետեւ դա շատ կարեւոր է։ Շատ ճիշտ խոսեցին, ինձ համար որպես մանկավարժի հստակ է, որ երկրի անվտանգությունը եւ թիկունք պահողը դա ուսուցիչն է, կրթությունը եւ ուժեղ գիտությունը դա տվյալ երկրի համար առաջին ուրեմն անվտանգության երաշխիքն է։ Այ կուզե իմանալ բովանդակային առումով ինչ է լինելու, որովհետեւ ես եւ այցելել եմ տարբեր երկրներ եւ վերապատրաստվել եմ Չեխիայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, աշխատել եմ Հայաստանում։ Այ կուզեի տեսնել, թե բովանդակային առումով ինչ եք առաջարկում մեզ։ Շնորհակալություն։ Բովանդակության վերաբերյալ Բարև ձեզ բոլորին, բացառիկ արժեքավոր հարց տվեցիք, որովհետև երկրում փոփոխություններ, խորքային փոփոխություններ անկարելի է իրականացնել, եթե չկա առողջ ազգային կրթական համակարգ եւ մշակութային քաղաքականություն։ Մեր նախընտրական ծրագրի Մեր նախընտրական ծրագրի առանցքային սկզբունքներից մեկն է ազգային կրթությունը, ազգային մշակույթը, հոգևոր արժեքների վերածնունդը, հայ առաքելական եկեղեցու իրավունքների պաշտպանությունը։ Հիմա բուն ձեր հարցին է վերաբերում։ Այս քաղաքական ուժը, քաղաքական մեծամասնությունը կամ իշխող խումբը եկել էր հատուկ ծրագրով կազմաքանդել այն ամենը, ինչ ազգային է, եւ հատուկ թիրախավորված էր նաեւ կրթությունը, բնականաբար այդ հանձնառությունը նրանք ունեին։ Եվ դուք շատ լավ գիտեք, եթե այդ հարցը հնչեցնում եք, ուրեմն թիրախում էր պատմությունը, հայոց լեզուն, գրականությունը եւ ամբողջ հումանիտար բլոկը։ Գալու ենք ամբողջովին զրոյից, նոր կրթական քաղաքականություն, նոր մշակութային քաղաքականություն, զարգացման ծրագրեր, ուղղակի աղբամանն է նետվելու այն բոլոր դասագրքերը, մանավանդ պատմության դասագրքերը, 7-րդ, 8-րդ, 9-րդ դասարանի դասագրքերը, ովքեր խեղում են մեր պատմությունը, մեր ինքնությունը, մեր ճակատագիրը, մեր անցյալը, միանշանակ։ Եվ արմատապես վերափոխվելու են կրթական չափորոշիչները, ուսուցիչը գիտեք, չափորոշիչներ, որոնց վրա կառուցվում են դասագրքերը։ Ուրեմն ցավոք սրտի այդպես արինելու, ես ուզում եմ մի բան այստեղ հնչեցնել, Ռոբերտ Քոչարյանի իշխանության շրջանում նրա կառավարման տարիներին Հայաստանում կառուցվել են ամենաշատ դպրոցները, զրոյից 147 դպրոց։ Ես չեմ խոսում մշակութային այո, արժանի ատափարության։ Ես աշխատել եմ այդ ժամանակ եւ շատ լավ գիտեմ։ Նաեւ խոսեմ մշակույթի ոլորտի մասին, թեև այդ հարցը չհնչեց, 147 միլիոն դոլարի ներդրում է կատարվել մշակութային ուրեմն ինստիտուցիոնալ զարգացման համար մշակութային կառույցների, ուրեմն թե մշակույթի եւ թե կրթության ոլորտներում նոր ծրագրեր, նոր դասագրքեր եւ կրթական համակարգ ազգային արժեքների վրա հիմնված եւ մրցունակ։ Անչափ շնորհակալ եմ եւ եթե կարելի է մեկ առաջարկ, օրինակ Չեխիայի Հանրապետությունում մանկավարժներ ունեն կրթության գիտության նախարարությունում կա օմբուդսմեն։ Մեր ուսուցիչները պաշտպանված չեն ցավոք սրտի եւ հիմա առավել քան երբևէ ես ինքս գիտեմ։ Կցանկանայի, որպիսի հետագայում կրթության նախարարությունը ունենար պարտադիր օմբուդսմեն, ով կարձագանքեր, որովհետեւ ոչ միայն բարձր աշխատավարձ պետք է լինի, այլև պետք է լինի բարոյական, հոգեբանական ճիշտ միջավայր, որպիսի կարողանա հանգիստ աշխատել։ Եթե մարդը ինքը հանգիստ չի աշխատում եւ տոքսիկ մթնոլորտ է, ինչքան ուզում եք վճարեք, դա արդյունք չի տա։ Շնորհակալություն։ Շատ պատասխանեմ, այո, հանգիստ միջավայր, ոչ տոքսիկ եւ ոչ հոգեբանական ճնշումներ, ինչը վերաբերում է այս կեղծ ատեստացիային։ Իմիջիալոց ամբողջ ուսուցչական համակարգի ընդամենը 20%-ն է անցել ատեստացիան։ Մենք բարձրացնելու ենք ուսուցիչների աշխատավարձը, ուրեմն առանց ստրեսի ենթարկելու, մանավանդ 15 տարվա ստաժ ունեցող ուսուցիչները ավտոմատորեն պիտի ստանան բարձր աշխատավարձ, ինչի մասին այլ Աննան ասաց։ Անչափ շնորհակալ եմ։ Ավելացնեմ, ատեստացիան նույնիսկ մենք սենց որոշեցինք այդ 15 տարվա շեմա դնել ատեստացիա, իրականում եթե մարդ բուհը ավարտել է եւ ստացել է դիպլոմ, այդ դիպլոմը իր ատեստացիայի վկայականն է։ Պետք է այդպիսի հարց ընդհանրապես լինի։ Ատեստացիա մտցնելով դու ընդունում ես, որ դու խնդիր ունես քո բարձրագույն կրթության ոլորտում։
դու խնդիր ունես։ Եվ ատեստացիա այդ բառը ինքը վերանալու է, եթե բուհական համակարգը նորմալ պրոդուկտ է, այսպես ասենք, եթե ուսուցիչը ավարտել է, դիպլոմը ստացել է, պատկերացրեք, հետո պիտի գնա ատեստացիա ասնի։ Բա պետական քննությունը ում համար է, ինչի համար է։ Եվ ձեր ասացի վրա եւս մեկ բան։ Կարելի է բանակը վերազինել, լավագույն զենքերը բերել, ինչ ուզում ես արա։ Վերջը, եթե զինվորը եւ սպան հայրենասեր չեն, այս ամբողջը իմաստազրկվում է։ Իսկ հայրենասիրությունը գալիս առաջ երթին։ Դպրոց, ընտանիք, դպրոց, կրթություն, ծրագրեր։ Այն ինչ այսօր ուղղակի քայքայում են, ուրեմն ձեր բարձրացրած հարցը ոչ միայն կրթական հարց է, այլ նաև լուրջ անվտանգային հարց է։ Շնորհակալ եմ։ Եվ վերջում ոչ միայն որպես կոմպլիմենտ մանկավարժներին, հայտնի ուրեմն բիզնեսմեն Silicon Valley-ից ասում էր, եթե պետք է որևէ մեկի արձանը դնել, ուրեմն պետք է դնել ուսուցչի արձանը, որովհետև նա հերոս է։ Սիրելի մանկավարժներ, կատարեք հերոսություն, որովհետև հունիսի 7-ին մենք մեծ գործ ունենք անելու, միասին մենք կարող ենք։ Շնորհակալություն։ 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 Լավ, ուրիշ, եթե կան ուրիշ հարցեր, ձեր տրամադրության տակ է, եթե սպառված է, ուրեմն եւս մեկ անգամ հունիսի 7 համար 17։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն։ Սրտի մեջ կա այնպիսի հայրենիք, որը ունի պարզ երկինք, խաղաղ երջանիկ։ Ժամն է, որ գա հայրենիք, վերադառնա ընտանիք, ուժը այնքան արժանի Հայաստանի։ Երբ Հայաստանի Հանրապետության նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը, իմ աշխատավարձը վճարվեց ամեն ամիս, իսկ 3 տարի հետո, ընդամենը 3 տարի հետո, իմ աշխատավարձը 29,000 դրամ է։ Շնորհակալություն, որ դուք իսկապես անկեղծ եմ ասում, գնահատում եք մանկավարժի գործը։ Ավարտել ենք 80,000։ Այո, շնորհակալ եմ։ Ես հետո չէի աշխատում։ Շնորհակալ եմ։